Սամվել Ախանյան հրապարակային։ Պարոն Թաթյան, դուք ասացիք, որ համագործակցելու եք ԱՄՆ գործընկերների հետ, բայց ԱՄՆ գործընկերները կարծես որոշել են, թե ում հետ են ուզում համագործակցել մեր երկրում։ Արդյոք սրա մասին չի վկայում այն, որ ԱՄՆ դեսպանատունը աչքափակում անվերջ քաղաքական ձերբակալությունների վրա, ընդդիմադիրների խոշտանգումների վրա, այս անվերջ ժողովրդավարությունից հետ քայլերի վրա։ Սա առաջին հարցը, եւ երկրորդ հարցը, այդ ձեր ուժի անունը միասնության թևեր է։ Ձեր թիմակիցներից մեկը երեք հայտարարել է, որ տարբեր երկրներ ունեն իրենց տեխնացուները այս համապետական ընտրություններում գալիք։ Արդյոք սա նուրբ ակնարկ չի, մեկ այլ տեխնացուի մասին, խոսքս Ադրբեջանի տեխնացու համարվող Փաշինյանի մասին չի։ Ու արդյոք սա այս պարակված ընդդիմադիր դաշտում, այս պարակության ծովում ձեր կաթիլի ավելացում չի այս նման խոսույթը։ Նախ սկսեմ երևի նրանից, որ տարբեր երկրներ ունեն իրենց տեխնացուները, շատ ուրախ եմ, որ բոլորս ունենք կոնսենսուս հասկացողություն, որ Ադրբեջանի տեխնացուն Նիկոլ Փաշինյանն է։ Ես կարծում եմ, այստեղ որ հաստատ ինչ ասում ենք, բոլորս միանգամից դա ենք մտածում։ Եվ դա Ադրբեջանն էլ է հայտարարել, իրենք չեն պահում գաղտնի դրանից, հստակ հայտարարել են։ Մնացած մասով ես արդեն ասացի, ես երևակայությունը թողնում եմ մեր ընթերցողին, հարց տվողին եւ այլն։ Միասնության թևեր նախաձեռնության ներկայացուցիչը որ ասել է, ճիշտ ասած ես դա եմ առաջինը ես եմ դա ասել այս մասին իմ ելույթում, որ մի քանի օր առաջ տեղի ունեցավ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե պարակտման հետ կապված, հա չէ, ներողություն, դուք ասացիք Ամերիկայի Միացյալ Նահանգների տեխնացուի եւ նրանց հետ կապված։ Տեսեք, ես ինքս սովորել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես սովորել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի իրավունքի դպրոցում, Պենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում, եւ նաեւ ավարտել եմ, սովորել եմ նույն համալսարանի Wharton Business դպրոցում, իմիջիայից որը ավարտել է ներկայիս ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, Իլոն Մասկը եւ նաեւ Ամերիկայի նախագահներ։ Ես շատ լավ հասկանում եմ ամերիկյան եւ ժողովրդավարական համակարգը, մարդու իրավունքների համակարգը, եւ պատահական չեմ ասում, որ մենք համագործակցելու ենք եւ ուժեղացնելու ենք, ամրապնդելու ենք հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ մեր զինված ուժերի կատարելագործումը նաեւ իրականացնելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե մի անգամից ասեմ, դա չի նշանակում, որ մենք մյուս երկրների հետ կամուրջներ ենք վարելու։ Մեզ համար կարևոր գործընկերներն են նաեւ Ռուսաստանը, Եվրոպան եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է արձագանքներին։ Այսինքն ես սա ուզում եմ ասել նրա համար, որ հստակ պատկերացնում եմ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչպես պետք է աշխատել մեր ԱՄՆ-ի գործընկերների հետ, կոնկրետ որ հարցերով եւ այդ հարցերը ինչ նշանակություն, ինչ արդյունքներ կարող են մեզ բերել։ Նիկոլ Փաշինյանի հետ համեմատելը այստեղ նրան համարելը, որ նա հասկանում է այդ համակարգից, ես կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ այստեղ ամբողջը հիմնված է, ինչպես ցույց տվեցի, սպեկուլյացիաների վրա, ինֆորմացիան թաքցնելու, մոլորեցնելու վրա։ Ինչու չեն արձագանքում միջազգային գործընկերները։ Ինձ համար կարևոր է, այո, որ միջազգային գործընկերները, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ցանկացած կառույց, որ այո, պետք է իմ կարծիքով այնպես պետք է լինի երկրի համակարգը, որ նրանք, այո, կարևոր է նրանց արձագանքը այս իշխանությունների ապօրինությունները կանխելու հարցում մեծ նշանակություն ունեն։ Եվ այն, որ ապօրինություններ կան, այո, կոպիտ, այո, հանցավորության հասնող, այո, եւ այդ արձագանքները կարևոր կլինեն։ Եկեք նայենք իմ կարծիքով ինչն է պատճառը։ Տեսեք, ես մի անգամ ասացի, որ երբ մենք մտնում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգերն ենք սկսում սպասարկել, այսինքն այդ նախկին եւ այլն, ինչպես նրանք են սիրում ասել, այդ ժամանակ բնականաբար նրանք ներկայանում են ինչպես ժողովրդավարներ եւ այլն, մյուսներին ներկայացնում են ինչ ասես տարբեր տեսանկյուններից։ Եվ դա էլ օգտագործում է որպես սպեկուլյացիաներ, բնականաբար այլ իրենց երկրների հետ հարաբերություններ, փորձելով ներկայացնել, որ մենք փրկիչներն ենք, մենք միակ արևմտամետերն ենք, այսպես ասած, արևմտամետ չասենք, կամ ձեզ հետ համագործակցության կողմնակիցներն ենք, մյուսները չէ։ Իմ կարծիքով այս ստերեոտիպը պետք է կոտրել եւ մենք առաջարկում ենք այն մոդելը, որը կկոտրի, որտեղ օրինակ ինձ համար ժողովրդավարությունը դա արժեք է։ Ինձ համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր արժեք է։ Ես ուզում եմ ապրել մի երկրում, որը ժողովրդավար է։ Ես դրա համար տանում եմ այդ դիսկուրսը, որ իմ երկրում ես
ես հավակնում եմ լինել, ես հայտարարեմ, մենք հավակնում ենք իշխանության, որպեսզի այնպիսի երկիր ունենանք, որտեղ մարդու իրավունքների խախտումները բացառելու համար պետք չկա միջազգային գործընկերների սպասել, որտեղ երկիրը կառուցված է այնպես, որ մարդու իրավունքների համակարգը աշխատում է բնականon, ժամացույցի պես, որտեղ կա իրավունքի գերակայություն։ Այս իշխանությունների համար ժողովրդավարությունը ունի արժեքային նշանակություն, իհարկե ոչ։ Այս իշխանությունների համար ես արդեն իմ հիմնական խոսքում ասեցի Օսիպ Մանդելշտամի կիսամարտու մասին, այդ գիտեք, չէ՞, երբ Ստալինի հետ համեմատություն է անում երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, եւ իմ կարծիքով մենք հիմա Նիկոլ Փաշինյանը այդ դերում է, եւ մենք պետք է անպայման ամեն ինչ անենք, որ ինքը մնա հիմնավորվի այդ դերում, որովհետեւ մենք կարողանանք իրականում կառուցել երկիր, որը հիմնված է իրական իրավունքի գերակայության վրա։ Այս դրան ասում մենք պետք է կամ-կամը վերացնենք եւ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, եւ ազգային պետություն, եւ ժամանակակից պետություն։ Սրանք կարևոր այսպես սկզբունքներ են։